Ողջույն բոլորին, այսօր ձեզ համար նկարել եմ շատ կարճ վլոգ, թե ինչպես անցավ մեր մեկ օրը, քանի որ այսօր կիրակի է և ամուսինս տանն է, որոշեցինք ժամանակը իզուր չվատնենք և գնանք քաղաքից դուրս որևէ տեղ, բոլորիդ մաղթում եմ բարի դիտում, իսկ դուք գրեք արդյոք հավանեցիք թե ոչ։ Դե, այստեղ են ասել, էլ ինչ հայկական ավանդական ընտանիք առանց սուրճի։ Առավոտյան սուրճ եմ պատրաստում իմ ու ամուսնուս համար և անցնում ենք մեր աշխատանքներին, որից հետո արդեն պլանավորում ենք, թե որտեղ պետք է գնանք։ Սա էլ մեր այսօրվա սուրճի սեղանը, արագ սուրճս խմում եմ ու անցնում եմ մեր ննջասենյակի մաքրությամբ զբաղվելով։ Քանի որ եղանակները արդեն ցրտել են, որոշեցի, որ պետք է հագուստները սկսեմ տեսակավորել։ Սա մեր վերնահագուստներն են, վերնաշապիկներն են և ամառային մի քանի հագուստներ։ Որոշեցի, որ պետք է ամառայինները արդեն առանձնացնեմ ձմեռայիններից և աշնանայիններից, որպեսզի որոնք որ չեն հագնում, արդեն տեղափոխեմ մյուս դարակների մեջ։ Սա էլ արդեն վերջնական տեսքը։ Այստեղ կան բաներ, որոնք որ ուղղակի չեն տեղավորվի, դրա համար ես փաթեթավորում եմ և տեղավորում եմ ուրիշ դարակների մեջ, որպեսզի այստեղ ավելի կոկիկ և դասավորված լինի։ Ամբողջ սենյակի մաքրությունը անել վերջացնելուց հետո ընտրում եմ իմ այսօրվա հագուստը։ Ես կարելի ասել գրեթե պատրաստ եմ, ինձ մնացել է հարդարեմ վարսերս ու դիմահարդարվեմ, բայց երևի շատ քիչ դիմահարդարում կանեմ, այսինքն շատ թեթև, որովհետև երբ որ քաղաքից դուրս են գնում, ես աշխատում եմ ցենց ինչ-որ full make-up չանեմ, որովհետև ինձ ցենց շատ անհարմար է, ամեն անգամ կարիք ա լինում դիմահարդարումս թարմացնելու ու իսկ ես ժամանակ չունեմ։ Ու ընդհանրապես իմ հետ դիմահարդարման որևէ պարագաներ չեն վերցնում, որ մեքենայի մեջ դիմահարդարումս թարմացնեմ, չնայած որ ես միշտ մեքենայի մեջ ունեմ իմ փոքրիկ կոսմետիկայի պարագաները, որ երկար ճանապարհներ գնալուց, եթե տանը չդիմահարդարվեմ, ճանապարհին դիմահարդարումս անեմ։ Ինչպես տեսնում եք, ես վերնաշապիկս եմ հագել, իմիջիայլոց այն նոր եմ գնել Wildberries-ից, եթե ինչ-որ մեկին դուր կգա սիրո կտամ արտիկուլը։ Ու մեկ էլ ուզում եմ իմ նոր գնումով կիսվեի, դեպ ես գլոսներ իրականում շատ քիչ եմ օգտագործում։ Հիմնականում օգտագործում եմ մատվիկ կամ ինչպես ասում ենք քիմիական շրթներներ։ Այս անգամ Kiko-ի այս տարբերակն եմ ձեռք բերել, ինքը A5-ն է, հա, ճիշտ է հիշում A5-ն է։ Դրա երանգը բավականին ինձ դուր է եկել ու շատ անուշ բույր ունի իրականում։ Ինքը գիտեք ինչ բույր ունի, ասենց ինչ-որ համ դառը, համ քաղցր շոկոլադի ու ասենց ինչ-որ բամբակի հոտ է գալիս, շատ լավն է իր հոտը, ինձ դուր է եկել։ Ես փորձարկման համար իրան առանց մատիկի, այսինքն առանց կոնտուրի, առանց ինչ-որ բանի քսել եմ շուրթերին ու անկեղծ եմ ասում, շատ երկար էր պահպանվել։ Սա արտիկունն էլ կտամ, եթե ինչ-որ մեկին դուր կգա։ Հիմա կդիմահարդարվեմ, վարսերս կհարդարեմ, ամբողջ մեր ննջասենյակը հավաքել եմ, դասավորել եմ, այսօր ինձ համար ուբորկայի օր էր, ինչպես ասում ենք,
ամբողջ սենյակը մի հատ ռեստավրացիա արեցի, որովհետև պետք է ամառային շորերը, արդեն դասավորի արդեն դարակների մեջ ու անցնենք ձմեռային շորերին։ Այդ ամենը արեցի, ամբողջ դարակները դասավորեցի, մեր սենյակը հավաքեցի, մաքրեցի ու հիմա կասնեմ պատրաստվելուն, որ շատ ժամանակ չկորցնեմ, ժամը արդեն երևի 2-ն է, ժամին էլ դեռ չեմ նայել, հիմա կպատրաստվեմ արագ ու ձեր համար շատ սիրուն վլոգ եմ այսօր պատրաստել, որոշեցի, որ էջումս այսպիսի վլոգներ կարա շատ լինի, այսինքն ինչպես է անցնում մեր մեկ օրը կամ ընդհանրապես մեր հանգստյան օրերը, քանի որ որևէ տենց ինչ-որ հատուկ բան չենք այսօր պլանավորել, ամուսինս ասաց ինչ-որ պլաններ չունենք, ասացի չէ, ասաց դե ուրեմն քրան գնանք քաղաքից դուրս, որովհետև երկար ժամանակ է քաղաքից դուրս չէին գնացել, որոշակի հանգամանքների պատճառով, թե ինչ հանգամանքների պատճառով այդ ամեն ինչի մասին կիմանաք հետո։ Այնպես որ եկեք ես միասին վերցնենք, այսինքն ձեզ վերցնենք մեզ հետ ու գնանք արդեն քաղաքից դուրս, բայց թե որտեղ ենք գնալու, այդ ամենը արդեն կտեսնեք մյուս վիդեոների ընթացքում։ Այստեղ արդեն դիմահարդարվել եմ վերջացրել ու խնդրում եմ կանեք ուրիկին որ վարսերը չուսի, քանի որ ինձ համար մի փոքր անհարմար կլինի։ Այստեղ արդեն վարսերս հուսում ենք, վերջացնում ենք և ճանապարհ ենք ընկնում, որպեսզի ուղևորվենք դեպի Խորվիրապ։ Այստեղ ճանապարհին կանգ ենք առնում, մտնում ենք խանութ, գնում ենք մի քանի համովություններ և շարունակում ենք ճանապարհը։ Եվ 30 րոպե անց արդեն հասնում ենք Խորվիրապ։ Ես մտածում էի, որ այստեղ եղանակը ցուրտ կլինի, բայց սխալվում էի։ Եղանակը այստեղ բավականին տաք էր և արևոտ։ Մենք խնդրում եմ տեսեք, թե ինչքան գեղեցիկ տեսարան է։ Միայն այս տեսարանի համար կարելի է ժամերով գալ այստեղ ու մնալ։ Մենք նստել էինք ու չէինք ուզում տուն վերադառնալ, որովհետև տեսարանը բավականին գեղեցիկ էր։ Մենք արդեն դուրս ենք գալիս Խորվիրապից, որովհետև շատ ուշ էինք եկել ու ժամը 7-ին փակվում էր, ժամը արդեն 7-ն է լինում, հիմա մենք այստեղից կշարժվենք ու քանի որ ծնողներիս տունը այստեղ շատ մոտ է, երևի մոտավորապես 10 րոպեվա ճանապարհ է, համ էլ կգնանք ծնողներիս տուն, որտեղից հետո դեռ չգիտենք թե որտեղ կգնանք։ Իսկ երեկոյան արդեն շատ ուշ ժամի ծնողներիս տանից դուրս եկանք ու գնացինք տուն։ Իսկ այսօրվա վլոգը այսքանն էր։ Շնորհակալ եմ բոլորիդ, որ դիտեցիք մինչև վերջ։ Մեկնաբանություններում գրեք ցանկանաք նմանատիպ վլոգներ շատ տեսնել իմ էջում։